Ձեռք բերեք իտալական նրբագեղ ու բարձրակարգ սալիկների նշված տեսականին, վճարելով բացառիկ 4400 դրամ 1 քառակուսի մետրի համար։ Դուք դիտում եք առաջին լրատվականը, բարև ձեզ, ես Սիրանույշ Պապյանն եմ։ Հայ ժողովուրդը այսօր մայիսի 28-ին նշում է Հայաստանի առաջին հանրապետության օրը։ 1918-ին այս օրը վերականգնվեց դարեր շարունակ խաթարված հայոց պետականությունը, մայիսին Ղարաքիլիցայում, Բաշապարանում, Սարդարապատում հայկական կանոնավոր ուժերին եւ կամավորականներին հաջողվեց կենաց մահու ճակատամարտերում հաղթանակ տանել թուրք հրոսակների դեմ, կասեցնելով նրանց առաջ խաղացումը։ Առաջին հանրապետությունը սակայն կարճ կյանք ունեցավ եւ 1920 թվականի դեկտեմբերի 2-ին Կարմիր բանակը օկուպացրեց Հայաստանը եւ այն հռչակեց խորհրդային հանրապետություն։ Հայաստանը վերականգնեց իր անկախությունը 1991 թվականին։ Հյուրս Անտարես Հոլդինգի տնօրեն Արմեն Մարտիրոսյանն է։ Բարև ձեզ, պարոն Մարտիրոսյան։ Տոնական են տրամադրությունները այսօր։ Եվ հենց եթե միանգամից զուգահեռներ տանենք այսօրվա իրականության, այսօրվա առանձնահատկությունների եւ 18 թվականի միջև ընդհանրապես որքանով ենք այսօր պատրաստ դիմակայելու, դիմանալու որպես հավաքական ժողովուրդ, որ ամբողջությամբ ունի համաձայնություն անգամ այս մի կտոր հողի շուրջ։ Երևի պատճառը ձեր ասացի մեջ է, որ համաձայնություն չունի այս մի կտոր հողի շուրջ ու ոչ թե մարդու։ Այսինքն մենք ինչ խոսում ենք հողից, տարածքից, կիլոմետրից, չգիտեմ ինչից ենք խոսում, բայց ոչ մարդուց։ Միջև մենք չընտրենք, որ առանցքում պիտի լինի մարդը, այլ ոչ թե այլ բան, մարդը հողի վրա։ Սկզբից մարդը նոր հողը։ Ինչ է ցույց տալիս մեր պետության, չգիտեմ, վերջին 20 քանի տարվա, 30 տարվա պատմությունը, որ Հայաստանը մաշվում է, մարդիկ լքում են, ու մենք ասում ենք, որ առնվազն մինչև 20 թիվը, ասում ենք, կամ չգիտեմ, մինչև 16 թիվը, ասում ենք, մենակ ձեռքբերումներ ունենք, որովհետև մենք նայում ենք հողը ու չենք նայում մարդուն, իսկ որ Հայաստանը մարդկանց քանակով կիսվեց, դա շատ քչերին է հուզում։ Լավ, ինչպես կենտրոնացնել խնդիրը մարդու վրա եւ ոչ թե հողի, պարոն Մարտիրոսյան, ինչ պիտի անել եւ ինչ քաղաքականություն պիտի վարվի, որը չի վարվում ըստ ձեզ։ Ու սա մենակ պետության կամ մենակ իշխանության խնդիր չի։ Գիտակցության Ծնող երեխա հարաբերություն։ Ես վերջերս փորձում էի մի հետազոտություն անել, հենց շտեմարան կա տվյալների 95 երկրի համար կար, թե ծնողները ինչի վրա են ուշադրություն դարձնում դաստիարակելիս։ Ու այնտեղ կար օրինակ աշխատասիրություն, անկախ մտածողություն, քննադատական մտածողություն, ինքնուրույնություն եւ այնտեղ 14 պարամետրեր կան ու մտքովս անցավ, որ երևի որ ուշադրություն ես դարձնում աշխատանքին, մարդիկ աշխատասեր են լինում ու հարստանում են։ Հնա մեկ շնչին ցուցանիշը դառնում է բարձր, աշխատանքի էֆեկտիվությունը դառնում է բարձր, մարդկային բանը զարգացման ինդեքսը դառնում է բարձր, պարզվեց լրիվ հակառակն է։ Պարզվեց, որ Շվեդիայում ամենակիչը կամ գրեթե չեն խոսում օրինակ աշխատանքից, աշխատանքի կարևորությունից, ասացվածքներ չունեն, տենց ճորոմ մեր նման աշխատանք հեսա կամ չգիտեմ ռուսների նման без труда не вынешь рыбку из пруда եւ այլ։ Բայց բանը սկսեցի խորքային հետազոտել այս հարցը։ Պարզվեց իրանք ինչ են անում, ընդհանրապես ծնողը ոնց սովորեցնի երեխուն աշխատել առանց բառ ասելու, ցույց տալով։ Իր օրինակով։ Այո։ Ու տենց էլ մնացած բաներն է։ Հիմա եկել եմ նրան, որ այն երկրներում, սա մենակ մենք չենք էլ, այն երկրներում, որտեղ ամենաշատն են օգտագործում հայրենիք բառը,
Ընդեղ ամենաշատն են արտագաղթում։ Մյուս բանը, դուք նկատել եք հավանաբար, որ ամենաշատը Աստված բառը օգտագործում են անաստվածներ։ Եկեղեցի են կառուցում նույնպես։ Հա, տենց էտին բանը։ Իսկ դա ինչ է նշանակում, որ այդ բառը անընդհատ օգտագործելով կամ չգիտեմ եկեղեցի կառուցելով կամ եսի խաչքար դնելով կամ են այլանդակ մեծ խաչերը մեր սարերին, ծորերին, չգիտեմ, քաղաքների դիմացը դնելով իրանք կոմպենսացնում են էլ պահանջ չկա նորմալ քրիստոնյա լինել։ Այսինքն մյուս հարցը վերաբերվում է հիմա տոնորով հայհոյանքներին պիտի անցնեմ, բայց մյուս հարցը վերաբերվում է հայհոյանքներին։ Ինչի կա այդքան շատ պահանջարկ հեռուստադիտողի, չգիտեմ, մեդիադիտողի կողմից բան հայհոյանք լսելու եւ ինչի կա հայհոյանք ասելու։ Սա էլ է կոմպենսացիայի ձև։ Այսինքն երբ որ այնպես է ստացվել, որ ինչ որ նեղված են տարբեր այդ ոլորտի հարցերով, իրանք փորձում են բառերով այդ անել կամ բառերով ընկալել։ Ու այն մարդը, որ հայհոյում է, դառնում է իրանց համար ամենասիրելի մարդը, ամուսինը, չգիտեմ ինչ է, այդ բաներով եմ ասում, ֆիզիոլոգիական process-ն եմ ասում, ոչ թե ԶԱԳՍ-ը։ Պարոն Մարտիրոսյան, տեսեք, վերջերս գրառում էիք արել, որտեղ նշել էիք Հայաստանի ամենակարևոր եւ ամենամեծ երկու խնդիրները՝ արտագաղթը եւ թերի կրթությունը, եւ նախ եւ առաջ այս երկու իրողությունները որպես հիմնական անելիք պիտի լինեն մեզ համար, որովհետև պետությունը նաև պետք է մարդկանց բարեկեցություն, հույս, երջանկություն եւ այլն ապահովի։ Վերջում մարդիկ լքում են երկիրը, որովհետև հաստատ ինչ որ բան այստեղ իրենց չի բավարարում, չի հերիքում եւ գնում են հենց այդ հույսի, ընդհանրեն երջանկության ու բարեկեցության հետևից։ Հա, չհասկանալով, որ ամենամեծ խնդիրը ցանկացած մարդու համար հենց ինքը մարդն է եւ ինքը իրեն իր հետ տանում է այդ խնդիրը հետը տանում որովհետեւ այդ միջավայրը չկա բան Մարտիրոսյան գուցե ինչ միջավայր չկա ինչ չկա միջավայր որը կապահովի երջանկություն բարեկեցություն հույս կներշ չի եւ այլն վաղվա այսինքն մենք սար չունենք անտառ չունենք ձոր չունենք ջրվեժ չունենք, չգիտեմ, քար չունենք, մարդը այլ բան է, այդ դաստիարակությունից է գալիս, ես մի ընկեր ունեմ, ով ասաց, որ տղաս անընդհատ դուրս է նայում։ Ուզում է ճամպրուկային տրամադրությամբ է, ուզում է գնա։ Ուսանող էր այդ ժամանակ, ու բայց ասում էր անընդհատ դուրս է նայում, ասացի երևի չեմ հիշում Սանալամա էր կոչվում ինչ է Տեքսասի մոտերքը, բանը ճակատամարտը գիտի, չէ, հա, կամ այս բանը Միացյալ Նահանգների այդ քաղաքացիական պատերազմը ասենց հստակ սա տևը տևին քարար գիտի, չէ, հա, այս ինչը գիտի, Լինկոլնին գիտի, Վաշինգտոնին գիտի, չգիտեմ, այսօրվա մտածողներին ու չմտածողներին գիտի, իսկ ինքը ազոխի քարանձավում եղել է, իսկ ինքը արջի քարանձավում եղել է, իսկ չգիտեմ, դաշտադեմի բերդը տեսել է, իսկ հողի վրա պարկել է, առավոտը կամ խոտի մեջ, այդ դեզի խոտի համը գիտի, կով կթել է, բա ինչ գիտի Հայաստանից ինքը, բա եթե Հայաստանի հոտը չգիտի, ոնց իմանա, որտեղ է ճիշտը, որտեղ իրան փնտրի գտնի, այսինքն սա մեր խնդիրն է, մեր երեխեքի հետ զրույցի խոսելու ցույց տալու ամենակարևորը ցույց տալու, թե եթե դու իսկապես կապված ես, սիրում ես, մշակում ես, դա մի բան է, բայց եթե տեսել է, որ դու ստիպված ես, դու ես քեզ ես կպցրել են, ոնց են ասում, ստեպլերով ես հողին, ու դու սաղ կյանքը ձզվում ես այդ քո արած գործից, պարզ է այդ երեխետ իմանալու է դրա մասին, անկախ նրանից դու կխոսես թե չէ։ Պարոն Մարտիրոսյան, կրթությունն էլ դուք էլ նշում եք, որ մեկ օրում չի շտկվելու ու տասնամյակների կուտակված խնդիր։ Պատիժա թե չէ, հայրենիքը պատիժա թե չէ,
աշխատանքը պատիժ է, թե չէ։ Տեսեք, այդ երջանկության չզգալը որտեղից է գալիս։ Նույն մարդը նույն բանը անում է հաճույք է ստանում, նույն մարդը մի ուրիշ մարդ, չգիտեմ, իրան ապերջանիկ է զգում դրանից։ Ներողություն կրկնենք էլ կրթությունը նշել էիք մյուս հանգամանքը կրթությունն է, կրթությունը մեկ օրում հնարավոր չի շտկել, փոխել, տասնամյակների աշխատանք է, բայց գոնե փորձում ենք որոշակի քայլերով գնալ այդ ճանապարհով։ Տեսեք, որպես հանրային process, հա, այդպես այն ինչ որ գրել էի, բայց այդ իրականում մի օրում փոխվող է, ամեն մարդու համար արդեն։ Երբ ծնողը որոշեց, որ ես կարծում եմ այս ինչը լավ է, այս ինչը վատ, բայց դա համադրեց իր պետության, իր հանրության շահերի, չգիտեմ, արժեքների հետ։ Այդ ժամանակ ու որոշեց, որ իր բալիկի հետ պիտի խոսաբառը չի նշանակում խոսա, ցույց տալով, հա, ցույց տալով, ցույց տա թե ինչ պիտի անի, իր արժեքը որն է։ Երբ որովհետև այս երեխեքը մեզ ամեն ինչում են կապկում, մեզնից քաշում կամ մենք մեր ծնողներից։ Օրինակ, եթե հայրը ասում է տղա ջան, ծխելը վատ բան է։ Բայց ինքը 3-4 ստուփ օրը ծխում է։ Հա, 3-4 ստուփ, բայց այս շարժումն էլ անում, այս բիչոկը շպրտելու։ Այս երեխեն անգամ այս շարժումն է կապկում։ Ինչ ուզում ես ասա։ Ինքը վերցնելու է քո վարքագիծը, քո արժեքները։ Դու չես կարող իրան խաբել։ Ինքը քո մեջ նստած է։ Լավ, պարոն Մարտիրոսյան, ի վերջո, տեսեք, մենք խոսում ենք բանակից, բանակի կարևորությունից, բայց զինված ուժերի մասին օրենքում փոփոխություններ ենք ուզում անել եւ վստահ եմ վերջին փոփոխություններին էլ տեղյակ եք, որ առաջարկում է քաղաքացիական պայմանագրից Հայկ Սարգսյանը, արդեն բավականին քննադատությունների առիթ է տվել, որ մենք ունենալու ենք, եթե այն կյանքի կոչվի, որովհետեւ ներսում էլ կան քննադատություններ, ապա կունենանք աղքատների բանակ, ով փող կունենա կամ կվաճառի բնակարան եւ այլն, որ տղային ազատի բանակից, իսկ անապահովների բանակ կունենանք, որովհետեւ իսկ անապահովների բանակ։ Իսկ ինչի ենք այդպես մտածում։ Ինչի ենք այդպես մտածում, որ ով որ փող կունենա, ով որ փող ունի, նա ուզում է իր երեխային ազատի։ Որ անվտանգություն ապահովենք, չեզոքացնենք վտանգները կյանքի հետ կապված եւ այլն եւ այլն։ Հաշվի առնելով, այսինքն այս քո երեխան չի կարող Միացյալ Նահանգներում գնալ, դառնալ նարկոման, գնալ, չգիտեմ, Ռուսաստան հայտնվել այդ պատերազմի զոհ դառնալ, գնալ մի ուրիշ երկիր Ֆրանսիա ավտովթարի զոհ դառնալ։ Մենք ո՞նց ենք մտածում։ Կամ COVID-ն է ավելի շատ կյանք խլել Հայաստանից, թե պատերազմը։ Այս իհարկե պատերազմը կարելի էր խուսափել, ես համոզված եմ։ Մեր ուղեղն է այդ արել։ Մեր հավաքական ուղեղն է արել, եթե մեր մեջ լինեին 19 թվականին, 20 թվականին էապես ավելի շատ քննադատներ ու խոսողներ, որ մենք պատերազմ չենք ուզում, Նիկոլը չէր դառնա դաշնակ։ Ես գաղափարում եմ ասում, այսինքն այդ քայլին չէր գնա։ Բայց այքանի որ մենք զոհ գնացինք նրան, որ մենք մտածում էինք սխալ է պատերազմանելը, պետքա պայմանավորվել, բայց դա ամոթ էր ասել։ Քչերն էին համարձակվում այս հանրության այդ պրեսինգից դուրս գալ եւ ճիշտ խոսք ասել։ Առանց դիմադրելու տվեց, կասեին։ Դավաճանը, հիմա էլ են ասում իհարկե, բայց դիմադիրները։ Չեմ ուզում գնամ այդ կողմ։ Ավտովթարների զոհերը, չգիտեմ, հիվանդությունների զոհերը եւ այլն, էապես ավելի շատ են, եթե վերցնում ենք մեծ կտրվածք, հա։ Մենք ինչին ենք նայում։ Այսինքն ուրիշ բաներ կա էլի։ Ուրիշ բան կա։ Հա, եթե այդ անվտանգության հարցը կա, եթե մենք տեսել ենք ստատիստիկայով, որ լիքը ծնողներ 12-13 տարեկան երեխաներ, տղա երեխաներ ունեցողները էապես ավելի շատ են գնում, եկեք նենց անենք չգնան։
եկեք նենց անենք չգնամ, այստեղ լիքը ուրիշ լուծումներ կա։ Օրինակ, եթե այս ամեն մարդ կա, չգիտեմ, աչքերի մեջ կրակա ու արյուն ու ինքը ինչ ուզում ես իրան նշանակի, ինքը գնալու է, չգիտեմ, շտուրմավիկ դառնա, կամ չգիտեմ, սպանի, կամ եսիմ ինչ անի, կամ վազի, թրջի, չգիտեմ, դեսանտ հայրեն չգիտեմ, դեսանտնիկը ոնց է, դեսանտնիկ դառնա։ Եվ այդ մարդու խառնվածքից է, ինչ է ինքը ձգտում, ինչ է տեսնում։ Մի ուրիշը ուղեղին է զոր տալիս, բանա, չգիտեմ, գյուտ է անում, շատ լավ ռադիոինժեներ է, կարա, չգիտեմ, դրոն սարքի, այն մյուսը ֆանտաստիկ խաղեր է քշում այդ ջոյստիկում, կարա դրոն քշի, չգիտեմ, ամեն մարդու համար բերենք, հասցնենք, ինչից է սա գալիս, որ մենք սարսափելի փնթի ենք ղեկավարել մեր բանակը։ Իսկ դա ինչից է գալիս, որ մեզ թույլ չեն տվել գիտներս խոթենք բանակի գործերի մեջ։ Այսինքն բանակը միշտ եղել է սենց ինչ որ գաղտնի բանի քողի տակ, եւ մեզ թույլ չեն տվել մեր կարծիքը ասենք, թույլ չեն տվել քննադատենք, թույլ չեն տվել ստուգենք։ Ու սենց Այս ոնց է կառավարվում, առհասարակ բանակները ոնց են կառավարվում այս տխուր երկրներում, բան, անտրամաբանական, անհաշվարկ, ոչ խելամիտ, ինչ պիտի անես դու, պետք է նենց անես, որ մաքսիմալ էֆեկտիվ կարողանաս օգտագործես, եթե դու օդաչուին ասում ես գնա այս բանին, չգիտեմ, տանկ քշի, կամ կալաշնիկով գրակի, դու այդ նույնն է ոնց որ բանով հրանոթով ծիտ խփես։ Ախր չի կարելի քո ռեսուրսները տենց հիմարաբար ծախսես։ Իսկ դա ինչից է գալիս։ Մեր չսովորելուց, մեր չիմանալուց, մեր չձգտելուց, մեր չկարդալուց, չգիտեմ, չճանաչելուց եւ այլն։ Տեսեք, ոչ միայն Իսրայելի բանակը այս ավելի ծանր պատմությունների մեջ է, չէ՞ եղել, քան մենք։ Բա ոնց է կարողացել նենց անի, որ ամեն մի քաղաքացու համար իր սիրած գործը, իր պատկերացրած գործը կամ մասնագիտությունը քաղաքացիական կյանքում համապատասխանեցնի իր պատկերացրած, սիրած կամ անհրաժեշտ գործի ռազմական կյանքում։ Տեսեք, Այս կապը դժվար է ստեղծել, այսինքն ենթադրենք 1 միլիոն տղամարդ է Հայաստանում կամ 1.5, եկեք այդ կապերը ստեղծենք, վերջապես ChatGPT կա, չգիտեմ, լիքը ծրագրեր կան, որ ինչ մասնագիտություն ունի, ինքը մաքսիմալ կարողանա էապես ավելի էֆեկտիվ անել այդ։ Եթե բանը այս մեծ դիոպտրիաներով ակնոցով գիտնականին, որը կարար քեզ համար, չգիտեմ, զենք ստեղծեր, դու տանում ես սնայպեր ես աշխատացնում, ինքը չի տեսնում։ Պարոն Մարտիրոսյան, երբ խոսում ենք բանակի մասին, անընդհատ իշխանությունից լսում ենք բարեփոխման ճանապարհին կարևոր քայլերի մասին, բայց միևնույն ժամանակ թե ինչու են խուսափում իրենց որդիներին բանակ ուղարկել, մենք տեսել ենք տարիներ շարունակ լուսաբանել ենք, ոչ միայն պատերազմական իրավիճակում, այլ խաղաղ պայմաններում մենք տեսնում ենք, թե կանոնադրային ինչպիսի հարաբերություններ են, ինչ անառողջ մթնոլորտ է եւ թե խաղաղ պայմաններում ինչքան զոհ ենք ունենում մենք։ Սա շատերի պատճառաբանություն է լինում բանակ ուղարկել չուզելու։ Բայց ես ուզում եմ միջև այդ ձեր նախորդ հարցին էլի պատասխանեմ։ Այդ ինչի են ասում աղքատների բանակալ լինելու։ Պարզ չէ, որ անապահովները չեն կարողանա այդքան գումար վճարել, պարոն Մարտիրոսյան։ Իսկ անապահովները չեն, որ թողում իրանց տունը, իրանց, չգիտեմ, ինչ ունեն, չունեն, ծախում են, պարտքեն անում, մենակ տղաներին հանում են դուրս։ Ոչ միայն անապահովները, ապահով շատ ընտանիքներ գիտեմ, որ լքում են։ Չէ, չգիտեք ապահով ընտանիք, որ իր երեխան ծառայի։ Ես լիքը գիտեմ։ Ես էլ գիտեմ, բայց քիչ են այդ օրինակները, պարոն Մարտիրոսյան։ Ինչի՞։ Ինչի՞։ Որովհետև ես գիտեմ, որ տարբեր մեթոդներով հնարավոր է լինում շրջանցել, խուսափել տարբեր հիվանդությունների ցանկ ներկայացնելով եւ այլն։ Վստահ եմ դուք էլ գիտեք դա։ Ժամանակները իրար խառնում ենք։ Ես կարծում եմ այսօր
էապես այլ քան այն ժամանակ, որովհետև այն ժամանակ հստակ կար ամեն ինչի համար իր գինը կար, մարդիկ գիտեին, ամեն ինչ պարզ էր։ Այսօր մի քիչ այլ է, այսօր Աստված գիտի ինչ է, ես նես չի որ հասկանում եմ այսօր ինչ է, բայց որ տարբեր է այդ հասկանում եմ։ Հիմա ես համոզված եմ, որ լիքը կարող մարդիկ իրենց որդիներին ուղարկում են, ես գիտեմ, ինչ ասեմ, առնվազն 100 միլիոնատերի, որոնք իրանց երեխուն իրենց օրինակով ուղարկել են բանակ, անգամ պատերազմի ժամանակ գնացել են այդ նույն տեղում ուրիշ գործով զբաղվել կամ չգիտեմ, էլի ռազմական գործով զբաղվել, որ լինեն կողքը։ Գիտեմ լիքը տենց մարդկանց, չի կարելի տենց վերցնել, մենք այդ կարևոր մարդկանց արածը, սենց միանգամից ավլուն թափում են, տենց չի կարելի։ Այդ ոնց որ ես ասում եմ Հայաստանում քիչ են կարդում, Արմենիկ Նիկոլոսյանը ասում է, պարոն Մարտիրոսյան, բայց կարդացողներին չի կարելի նսեմացնել։ Չէ, նսեմացնել, իրանք են ամենակարևոր, չէ, իրանք են վաղվա օրը այս երկրի բան։ Հիմա իրանք պետքա կարևորել։ Այս մեկ, երկրորդը, արդյոք որ մենք ասում ենք բանակ, այդ ինչ է։ Այդ ինչ է։ Այսինքն որ գնում է շարային պատրաստությունա այդ տեղի ունենում 7 ժամ, 8 ժամ օրը կամ չգիտեմ քիչ։ Ես չեմ ասում դա կարևոր չի։ Ինքը լիքը հարց է լուծում։ Բայց արդյոք մենք մեր այդ զինվորի բանը ընտեղ լինելը էֆեկտիվ ենք օգտագործում։ Արդյոք ինքը այդ 2 տարվա մեջ ինչ է սովորում։ Լավ, քանի անգամ մեր կրակում միջև 18 թիվը կամ միջև 16 թիվը թող մեր բանակայինները այսօր հիշեն, քանի փամփուշտ են իրանք կրակել, ինչ են սովորել անել, գիտեք ինչ էր դարձել բանակը հայաստանցու համար առնվազն, տղամարդ դառնալու միջոց։ Հիմա ես կարծում եմ լիքը այլ ձևեր կան այդ դառնալու, դա պետք չի բանակով լուծել, լիքը տղաներ, տղամարդ են ծնվում ծնված օրվանից, ու դա դառնալով չի, դա բանակը չի սարքում, դա կամ տենց ես, կամ տենց չես, ոնց որ հիմարներն ու բաները, որ տարիքն ու հիմարության չափը բացարձակ կապ չունեն, լիքը տարիքով մեծ հիմարներ կան, լիքը փոքր իմաստուններ կան, այս երկուսը իրար հետ կապ չունի, ու բանը, այ եթե մենք բանակը իսկապես տեսնենք, որ սա ոչ թե տղամարդ դառնալու միջոց է կամ չգիտեմ ուրիշ խնդիրներ լուծելու միջոց է, օրինակ ինչի են ասում ուղարկենք բանակ հետո պսակենք կամ քեն ակարակ ասում պսակենք հետո ուղարկենք բանակ հասկանալ այս ով է ուսումնասիրել էս ով է թույլ տվել առհասարակ որ որևէ գիտնական մտնի այս բնակավար այդ ուսումնասիրությունները անի մենք միջև չհասկանանք ինչ է բանակը սենց այս մշակութային իմաստով չհասկանանք ինչ խնդիրներ կա այնտեղ չէ որ լիքը ոչ վայել վարկագիծ կա լիքը վատ բաներ են սովոր օրինակ սխալը բանակում ճանաչելը լավ բան է թե վատ աշխարհի ամենազիլ բանն է սխալվելը եւ սխալը ճանաչելը Պատկերացրեք գիտնականի աշխատանքը դա սխալներ անելու հաջորդականությունն է միգուցե անverջ իր ամբողջ կյանքի ընթացքում բայց չէ որ դա հիմք է ծառայում այն մյուս գիտնականի համար որ դրա վրա իր աղյուսը դնի ու բարձրանա վերև ոնց է մեր բանակը նայում այդ ինչ հարաբերություններ են դա չէ որ այդ հայաթը բերածա սարկած օրինավոր Ինչքան է տարբերվում բանտային հարաբերությունները բանակային հարաբերություններից, անգամ բուհական հարաբերություն, շատ քիչ։ Իսկ այս օրինակից բերով բաները բանկ, բանակ, բուհ, բանտ, սա sense հիմքը նույնն է։ Եվ այս օրինագիծը ձեր կարծիքով ինչի մասին, ինչի համար է։ Դուք նշեցիք, որ շատ հարուստներ ուղարկում են իրենց որդիներին բանակ։ Այո, շատ հարուստներ ուղարկում են, բայց շատ քիչ կարողություն ունեցող մարդ, այսօր նես չի, չէ, որ Հայաստանում բնակարան ունեցող չկա։ Եթե մարդը պատրաստ է իր բնակարանը, իր ծնողի բնակարանը ծախի, որ երեխուն տանի, դա չի նշանակում, որ ինքը կարող է, էլի։
հա, եթե այն առհասարակ բնակարան չունեցողի հետ համեմատենք, ինքը կարող է, բայց եթե մենք ուղղակի միջին հայաստանցու հետ համեմատենք, նես չի, որ ես իմ ինչ կարողություններ ունի։ Ինքը իր վերջինը դնում է, մի հատ էլ վար կա վերցնում, այդ իր տղուն փախցնում է դուրս։ Այսինքն ինքը մեր քաղաքացին է, տենց է մտածել, տենց է դաստիարակվել, տենց է արել, բայց ինքը մեր քաղաքացին է, մենք էդ ենք։ Մեր մի մասը է դա։ Եվ մենք պետք է դրա հետ հաշվի նստենք։ Հիմա ինչ կտա դա։ Ասում եք, որ վատ է, ամոթ է, որ մենք դառնանք, մենք ունենանք աղքատների բանակ։ Իսկ որն է ավելի ամոթ։ Ունենանք բանակ, թե ունենանք աղքատների բանակ։ Հաջորդ հարցս։ Ունենանք պետություն, թե չունենանք պետություն, բայց ունենանք հարուստների բանակ։ Չունենալ պետություն, բայց ունենալ հարուստների բանակ, որը կծառայի ուրիշ պետությանը։ Այսինքն մենք պետք է հասկանանք ինչն ենք ինչի հետ համեմատում։ Երբ որ մենք տեսնենք ինչն է մեզ համար արժեք, էսա խնդիրը եղել մեր հանրության, որ մենք միշտ պետականության լինել չլինելը դրել ենք 8-րդ հերթի։ Հիմա քանի հոգի է իր հարևանին կամ իր մորաքրոջ տղային դատապարտում մտքում, որ ինքը թողել է Հայաստանը լքել գնացել ոչ բանակի պատճառով, այլ ով է մի հատ թթու խոսք ասել, ով է մի հատ կծու խոսք ասել, արդյոք Հայաստանում ամոթ է լքել Հայաստանը։ Ոչ։ Բացարձակ։ Որովհետև դա քաղաքացու կրուտոյի լինելու նշան է, որ դու թողում ես գնում ես։ Այս չի մեր արժեքը։ Այս ինչ որ մեկը եկել է մեր վզին փաթաթել, թե մենք ենք սարքել։ Այսինքն քանի իսկ օրինակ ծնողին բան տանելը ծերանոց տանելը ամոթ է, չէ՞։ Ինչ տարբերություն դու լքում ես քո պետությունը, թե ծնողին տանում ես։ Բացարձակ ոչ մի տարբերություն, բայց քանի որ մենք պետականություն, այդ պետականության գենը մաշված է մեր մեջ, մենք ծնողին տանելը համարում ենք ամոթ, հայրենիքը կամ պետությունը լքելը չենք համարում ամոթ։ Տեսեք, չէ՞ որ այս մարդը երբ որ թողում է գնում է Հայաստանից, իր այդ $4000 այդ է պարտքը, մեկ շնչին ընկնող պարտքը պետական, թողում է իմ ու ձեր վրա։ Դու գոնե մի հատ SMS գրել եք հասմիկ, պարտքդ փագի նոր հրադդ քաշի։ Արել եք տենց բան, չէ։ Որովհետև մենք ասում ենք, որովհետև կրուտոյության նշան է, ախր հերթա կանգնած կամ պրոբկա է մեքենաների, մեզ մոտ բենզակալոնկով անցնել մի քիչ առաջ դա կրուտոյության նշան է։ Էսա խնդիրը, մեր արժեքներն է սենց։ Մենք չենք որոշում մեր արժեքը որն է։ Եկեք դրանց նայենք ու տեսնենք ինչ կլինի։ Թե չէ, այս ինչը սենց է, այն ինչը նենց է, բա նրան ինչ կասեն։ Օրինակ, գործարարը վերցնում է ծնողների տունը կամ չգիտեմ ինչը դնում է զալոգ կամ վաճառում է, փողը դնում է գործի մեջ, բոլորը ասում են, արա էս ինչ հիմարի մեկն է։ Ու հանկարծ հաջողվում է, արա էս ինչ արեց։ Ռիսկի դիմեց եւ հաջողեց։ Չէ, բայց հետո էլ կասեն բանը, հաստատ մաքուր չէր տակը, հա, ես իմիշ չէր, քիչ էր գործերս վատ, հիմա էլ հարևանս Mercedes առավ։ Հիմա էս չենք մենք էս ենք։ Մենք ենք որոշում այդ։ Դրա համար մենք պիտի հասկանանք, որն է ավելի լավ, այս մեր հայաստանցին մնա Հայաստանում 20 այդ իր տունը որ ծախելու է ու երեխուն տանի, դա է լավ, թե այդ տունը ծախի, բայց մնա Հայաստանում։ Շատ լավ։ Այսինքն ի՞նչն ենք ընտրում։ Վերջինը։ Ունենանք պետություն, Հայաստանցին մնա Հայաստանում, մենք պիտի որոշենք։ Ես չեմ ասում այդ մեթոդը խնդիրներ չունի։ Ունի։ Անարդար է, բայց որն է ավելի անարդար։ Ունենալ պետություն, թե ունենալ ինչեր, աղքատների բանակ։ Շնորհակալ եմ, պարոն Մարտիրոսյան։ Առաջինի տաղավարում զրուցում էի Անտարես Հոլդինգի տնօրեն Արմեն Մարտիրոսյանի հետ, կհանդիպենք